Այսօր մեզ է միացել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, բարև ձեզ։ Հակոբ, նախ այսօր Հայաստանում հիշում են 2016 թվականի քարոզիայի զոհերին։ Երևի դեռ ամբողջը չենք ընկալել, ինչ տեղի ունեցավ 2016-ին, ավելին ասեմ, մենք դեռ չենք ընկալում ինչ է հուշում 2016-ը այսօր, այդպես է։ Գուցե մասնակիորեն իսկապես մենք այդպես էլ չամբողջացրինք տեղի ունեցածը ոչ ռազմական իմաստով եւ ոչ էլ քաղաքական եւ ռազմաքաղաքական իմաստով։ Այդ տեսանկյունից երևի թե ապրիլյան քարոզյան չարժանանալով այդ մասշտաբի ուշադրության եւ հիմնականում դառնալով պարզապես ներքաղաքական հարաբերությունների պարզաբանման այդ ժամանակ թերևս ամենաաղմկոտ եւ ամենաարյունոտ թվացող առարկան, այսպես ասենք, մեծ հաշվով դարձավ այդ կոնյունկտուրային հարաբերությունների միջոց եւ գործիք։ Եվ եթե մեզանում իսկապես լուրջ դիտարկման արժանանար տեղի ունեցածը, գուցե մենք կարողանայինք գալ եզրահանգումների, որոնք արդեն թույլ կտային մեզ ապահովագրվել այն հետագա զարգացումներից, որ տեղի ունեցան թե ներքին դաշտում, թե նաեւ արդեն արտաքին դաշտում 2020 թվականի բազմապատիկ ավելի կորստաբեր եւ արյունալի պատերազմի տեսքով։ Մեզ 2016-ին թվում էր, որ դա մի աննախադեպ մասշտաբային եւ այդ պահի դրությամբ այդպես էր, աննախադեպ մասշտաբային էսկալացիա է եւ նաեւ հետո որոշակի տպավորություն եղավ հանրային տարբեր շրջանակներում, որ հենց դրանով պարպվեց միջավայրը եւ մենք շատ երկար ժամանակ այլևս չենք ունենա այդպիսի բախում։ Եվ գուցե իսկապես հենց այդպես էլ լիներ, այսինքն մենք դրա միջով անցնելով կարողանայինք առավել երկարաժամկետ նոր կայուն ժամանակահատված ապահովել, եթե կրկնեմ այդ ամբողջական դիտարկումը եւ վերլուծությունը իրականացնեինք թե քաղաքական, թե ռազմաքաղաքական, թե ռազմական իմաստներով առանձին։ Իսկ ով կամ ինչը կանգնեցրեց քարոզյան, սա նույնպես այդ թեզը հասկանալու համար շատ կարևոր։ Ես կարծում քարոզյան կանգնեցրեց Ռուսաստան, այսինքն այդտեղ ինձ համար այդտեղ պատասխանը զգալիորեն միարժեք է։ Շահագրգռված Ռուսաստանն էր, որ ավելի մեծ էսկալացիա չլինի։ Եվ իհարկե Հայաստանում կա որոշակի մտայնություն, որ Ռուսաստանն է շահագրգռված եղել էսկալացիայի լարումով, բռնկումով եւ այլն, բայց այդուհանդերձ Ռուսաստանի համար շատ կարևոր կլիներ, եթե այդ ամեն ինչը լիներ կառավարելի։ Ես կարծում եմ առաջացավ մտավախություն, որ կարող է իրավիճակը դուրս գալ կառավարելիությունից։ Եվ հետո, ինչպես շատերն են բնորոշում, քարոզյան նաև ցույց տվեց, որ կողմերի միջև ուժերի հարաբերակցությունը առնվազն այդ պահի դրությամբ այնպիսին է, որ Ադրբեջանը չէր էլ կարող հավակնել շատ արագ եւ այսպես ճնշող գերակայության, եւ այդ հանգամանքը ստիպեց նաեւ Ռուսաստանին թույլ չտալ այլևս երկար ծավալում եւ կանգնեցնել, իհարկե ակնկալելով, որ հետագայում արդեն իրենց քաղաքական պլանները հնարավոր կլինի այդ շոկի ազդեցության տակ առաջ բերել։ Տարբեր արդեն այլ հաշվարկներով։ Մենք հիշում ենք, որ չեղավ, մենք հիշում ենք, որ նույնիսկ քարոզյայից հետո Մեդվեդևը վարչապետ էր ժամանեց Հայաստան, իհարկե ԵԱՏՄ գագաթնաժողովը պետք է լիներ Հայաստանում չեղարկվեց Ղազախստանի այսպես ասած դիմումով, որ Ադրբեջանը չնեղանա, հիշում ենք այդ շրջանում Նազարբաևի ձևակերպումները, բայց նաև Երևանից մեկնեց Բաքու Մեդվեդևը եւ ակնհայտ էր, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կարգավորման պլան առաջ մղել այդ շոկային իրավիճակի համատեքստում, դա չստացվեց եւ այստեղ խնդիրը նույնիսկ այն է, որ երբեք էլ չի ստացվել մեծ հաշվով այդ կարգավորման պլան առաջ մղելը
ամբողջ 3 տասնամյակի ընթացքում։ Այստեղ շատ հաճախ խոսվում է, որ Հայաստանը չի համաձայնել այս պլանին, այն պլանին, լավ կլիներ, եթե համաձայներ։ Ես այս տեսանկյունից մի քիչ անհամաձայնություն ունեմ այդ ձևակերպումների հետ, որովհետև տպավորություն է ստեղծվում, թե եղել են ռեալ կարգավորման հնարավորություններ, Հայաստանն է դրանք բաց թողել եւ մենք դրանով ուղղակի թե անուղղակի արդարացնում ենք մեզ հետ մեր հանդեպ տեղի ունեցած ագրեսիան։ Հիմա այդ ամբողջը անցյալ է արդեն, հասկանալի է, բայց ինչով է խանգարում ու ավարտենք այս մասով, ինչով է խանգարում Մինսկի խումբը Ալիևին։ Եթե կարճ ասեմ, դա հանցանքի հետքն է, ես առիթ ունեցել եմ դա ձևակերպել հենց անմիջապես այն շրջանում, երբ ինքը առաջ քաշեց այդ պահանջը Մինսկի խումբը լուծարել։ Դե հիմա էլ վերահաստատում է։ Դա հանցանքի հետքն է, այսինքն Մինսկի խումբը իր ամբողջ փաթեթով, իր ամբողջ քեյսով ցույց է տալիս, որ Ադրբեջանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները եւ սկզբունքները խաղաղ կարգավորման։ Ընդ որում այստեղ հարցը չի եղել ինչ որ բանավոր պայմանավորվածությունների շրջանակում։ Եղել են գրավոր պայմանավորվածություններ, արձանագրումներ, ընդհանուր միջուկային 3 տերությունների նախագահների մակարդակով։ Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ նախագահների մակարդակով արվել են բազմաթիվ հայտարարություններ խաղաղ կարգավորման սկզբունքների եւ այլնի վերաբերյալ։ Հստակ միջազգային մանդատով օժտված համանախագահությունը առաջ է քաշել այդ մադրիդյան սկզբունքները իրենց ամբողջ հարաբերականությամբ հանդերձ եւ խաղաղ կարգավորման տրամաբանությունը։ Հիմա քանի դեռ այդ խումբը պահպանվում է, բնականաբար պահպանվում են հարցերը Ադրբեջանին այդ խաղաղ գործընթացը տապալելու եւ ագրեսիայի դիմելու համար։ Ընդ որում մեզանում սա էլ շատ կարեւոր է, մեզանում ինչ որ այսպես մտայնություն է ձևավորվել, հատկապես վերջին տարիներին այդ իրական Հայաստան եւ այլն այսպես կոչված գաղափարախոսության բերումով, որ Ադրբեջանը իրավունք ուներ Արցախում ագրեսիայի, դա լեգիտիմ ագրեսիա էր։ Իսկ օրինակ Հայաստանի միջազգային սահմանների, միջազգայինորեն ճանաչված սահմանների հանդեպ այդ իրավունքը արդեն չկա։ Լեգիտիմ ագրեսիայի իրավունք Արցախի նկատմամբ Ադրբեջանը չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ։ Դրա համար սահմանվել էին խաղաղ կարգավորման սկզբունքները, չափանիշները։ Եվ Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է դա՝ ի տարբերություն գուցե մեզ կամ մեր հանրության եւ քաղաքական դաշտի որոշ շրջանակների։ Հիմա հետքը վերացնելու համար այդ սկզբունքը դրված է Մինսկի խմբի լուծարման նախապայմանը։ Առաջարկում եմ գալ Գյումրի, եթե դեմ չես։ Հետընտրական պատկեր արդեն Գյումրիում, ինչի մասին է այն վկայում։ Երկու առանցքային հանգամանքի մասին, որ գործող իշխանությունը ունի շատ լուրջ խնդիրներ հասարակական վարկանիշի, թեպետ դրանք շատ ակնհայտ են նաև առանց Գյումրի, այսինքն նույնիսկ շատ առումներով մենք կարող ենք զարմանալ, որ Գյումրիում հաջողվեց ընդհանուր 36% հավաքել, որովհետև բոլոր եւ ամենատարբեր կազմակերպությունների, ամենատարբեր ուղղության կամ չգիտեմ չեզոք կազմակերպությունների սոցհարցումներն են ցույց տալիս, որ բավական ցածր է իշխանության վարկանիշը։ Եվ ամենակարևորը, որ ցույց տվեց կամ ցույց է տալիս իմ կարծիքով, այն է, որ իշխանությունը այդուհանդերձ իր դիրքերը պահպանում է ընդդիմության վրա եւ ընդդիմության ներսում եղած տարբեր հաշիվների, տարբեր բաժանարար գծերի, անհամաձայնությունների, գուցե պարտքու պահանջների, ես չգիտեմ, բայց դրանց վրա։ Ինչն էլ հիմա տեղի ունենում անշուշտ։ Տվյալ դեպքում լոկալ Գյումրիի շրջանակում, բայց մենք տեսնում ենք նաև, որ դեռ Գյումրիից առաջ ընդդիմության ներսում, այսպես ասած, արշալույսները բոլորովին խաղաղ չէին եւ առնվազն օրինակ երկու նախկին նախագահների թևեր տարբեր կերպ, տարբեր ձևաչափերով, տարբեր շեշտադրումներով միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում։ Շատ երկար ժամանակ, մի քանի շաբաթ այդ process-ը շարունակվում էր, իսկ երկու նախկին նախագահները այսօր խոշոր հաշվով ձևավորում են ընդդիմադիր դաշտ, հիմա որևէ մեկին դա դուր է գալիս, թե որ սա այլ հարց է, բայց իրենք են ձևավորում ընդդիմադիր դաշտը, իրենք են այդ դաշտում ամենառեսուրսային խաղացողները եւ ես նկատի չունեմ միայն ֆինանսական ռեսուրսը, որ իրենք տնօրինում են, հասկանում ենք նաև նախկին իշխանություն լինելու բերումով։ Խնդիրն այն է, որ ձևավորված կան ցանցային, համակարգային, այսպես խմբեր եւ այլն, իսկ դա բջիջներ, այո, իսկ դա քաղաքականության մեջ շատ կարեւոր է, այսինքն այդ ինստիտուցիոնալ ընդդիմություն ասվածը, մենք կարող ենք քննարկել ինստիտուցիոնալության որակները, բայց ինքնին այդ երևույթը ինստիտուցիոնալ ընդդիմություն ասվածը չափազանց կարեւոր է նաև այն տեսանկյունից, թե ինչպիսի ընդդիմություն է գալու իշխանություն
իշխանության, եթե դիտարկում ենք տեսական անցումը, եւ այդ անցումը որքան սահուն կլինի։ Օրինակ 2018-ից հետո որն էր գլխավոր խնդիրներից մեկը, որ տեղի ունեցավ հեղափոխական փոփոխություն, թեկուզ շատերը կարող են վիճարկել հեղափոխություն չէր, իշխանափոխություն էր եւ այլն, բայց տեղի ունեցավ ինչ, հեռացավ իշխանության մի համակարգ եւ փոխարինողը ամենևին ինստիտուցիոնալ ընդդիմությունը չէր։ Այլ ինչ որ տարերայնորեն հավաքված մի այսպես թիմ, խումբ կամ չգիտեմ, մի շրջանակ եւ մենք դրա լրջագույն խնդիրները նաեւ տեսանք հետագայում։ Դե եթե վերցնում ենք թվային պատկերը, քաղաքացիական պայմանագիրը այսպես տպավորիչ բան ունի, տոկոս ունի։ Բայց եթե վերցնում ենք համեմատում արդեն ընդդիմության հավաքական ցուցանիշի հետ, դա պարտություն է։ Դա պարտություն է։ Բայց ուր է այդ հավաքականությունը։ Նշեցի այդ խնդիրների մասին ընդդիմության, եւ այդ հավաքականությունը, այո, տեսնում ենք, որ չկա, եւ մեծ հաշվով ես կարծում եմ դա էլ գաղտնիք չէ, ինչպես որ տեսանելի էր իշխանության վարկանիշի շատ ցածր լինելը եւ զարմանալի 36%-ը։ Այդպես էլ զարմանալի չէ այն, ինչ կատարվում է այսօր ընդդիմության դաշտում։ Եվ ըստ իս այդուհանդերձ Գյումրիի շուրջ եւ նաեւ արդյունքների շուրջ իրականությունից կտրված ավելի թեժ տեղեկատվական ֆոն ձևավորվեց։ Եվ սա է նաեւ բերել մի վիճակի, երբ հիմա իրադարձությունների ընթացքը ժամ առ ժամ անգամ գոնե այն պահի դրությամբ, երբ հայտնի չէ ինչպիսի որոշում է կայացնում տեխնացուներից մեկը, աշխատում է հենց ընդդիմության դեմ։ Սա ես կարծում եմ պայմանավորված էր հենց դրանով։ Ինձ մոտ հարց է իհարկե, իրենք չէին պատկերացնում արդյոք որ այս խնդիրները կարող են լինել, եթե հավաքական իմաստով հաղթեն իշխանությանը, ընդդիմությունը հաղթի իշխանությանը։ Ամենայն դեպս դա սցենար է, որը պետք է լիներ քննարկված։ Հետեւաբար այս իրավիճակի համար պետք է լինեին արդեն պատրաստի որոշակի բանաձևեր։ Արդյոք ինչ որ նոր բան է ի հայտ եկել արդյունքից հետո, թե ընդդիմադիր ուժերը թեպետ տեղեկատվական դաշտում հայտարարում էին հաղթանակի եւ հաջողության մասին, իրենք էլ չէին պատկերացնում, որ այդուհանդերձ կստացվի այսպիսի դասավորություն եւ այլն։ Հարցերը իսկապես շատ են, բայց կրկնեմ, իրավիճակը այս պահի դրությամբ, եթե համեմատում ենք այն տեղեկատվական ֆոնի հետ, որ ստեղծել էր հենց ընդդիմությունը, իրավիճակը ժամ առ ժամ աշխատում է հենց ընդդիմության դեմ։ Դե ճանաչելով Վարդան Ղուկասյանին, ինձ թվում է նա չի համաձայնի մեկ այլ տեխնացուի ընդդիմության շրջանակից։ Դե տրամաբանությունը հուշում է, որ պետք է միավորումը լինի ամենաշատ ձայն հավաքածի շուրջ, այսինքն այստեղ նույնիսկ անձերից եթե վերանանք, որովհետև եթե անձերին ինչ որ դիտողություններ են կան, չէ, նկատի ունեմ կողմնակի դիտարկման տեսանկյունից, եթե որևէ դիտողություն արվում է որևէ անձի հանդեպ, շատ քիչ անձինք կան, որոնք կարող են այսպես անթերի լինել այդպիսի սցենարներ մշակելու տեսանկյունից։ Բայց տրամաբանությունը հուշում է, որ պետք է թերևս այդ ամենաշատ ձայն հավաքած տեխնացուի շուրջ լինի միավորումը։ Եթե այդպիսի խնդիր էր առաջանալու, կրկնում եմ, ուրեմն պետք էր դրա մասին նախապես մտածել։ Ես չեմ կարծում, որ այս պատկերը մեծ հաշվով այսպես դժվար կանխատեսելի էր, եթե քաղաքական ուժերը տիրապետում են իրավիճակին։ Եթե քաղաքական ուժերը տիրապետում են հանրային տրամադրություններին, եթե մտնում են process-ի մեջ, այդ process-ին տալիս են բախտորոշ նշանակություն, բայց չեն տիրապետում հասարակությանը, սա արդեն մեկ այլ խնդիր է եւ դարձյալ խնդիր է, որը աշխատում է իրենց դեմ։ Եվ հիմա փաստացի ունենք այս վիճակը եւ ավելին, այստեղ կա մեկ այլ հարց։ Հիմա եթե մենք սա տեսնում ենք, առաջանում է հարց, իսկ ինչ է լինելու հետո, եթե նույնիսկ քաղաքապետի հարցը հանգուցալուծվի, որովհետև այդ քաղաքային իշխանությունը պետք է աշխատի։ Այդ քաղաքային իշխանության աշխատանքը յուրաքանչյուր ուժի համար դիտվելու է որպես դիվիդենդ արդեն խորհրդարանի ընտրության հաշվարկով։ Հետեւաբար ամեն մեկը փորձելու է այդ դիվիդենդի վերմակը հնարավորինս իր վրա քաշել կամ թույլ չտալ, որ մրցակիցը քաշի իր վրա։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերը իրար դիտարկում են մրցակից եւ ոչ միայն իշխանությունը։ Շատ նուրբ հանգամանք է, որովհետեւ ես վստահ եմ, ինքդ հետևել ես նախընտրական խոսույթին, չէ՞, ընդդիմության կողմից եւ իշխանական տեխնացուին։ Հիմա, եթե ընդդիմությանը հաջողվում է քաղաքապետ ունենալ Գյումրիում, այդ խոսույթը պահում են։ Այդ համոզմունքը քաղաքական մեկն էլ իմ կարծիքով էստեղ է, այսինքն եթե մենք տեսնում ենք այս հարցում
արդեն իսկ այսպիսի ինտրիգային իրավիճակ, հետագայում արդեն ես էլ չեմ մանրանում մնացած հարցերը, այդ քաղաք հոսող ֆինանսների տնօրինման հարց, ռեսուրսներ եւ այլն, այսինքն իշխանությունը իր բառի բուն եւ պատկերավոր իմաստով, ինչպես է բաժանվելու։ Գուցե շատերը պատկերացնում են ինչ-որ իդեալական վերամբարձ նպատակներ եւ այլն եւ դրա շուրջ ինչ-որ համախմբում, բայց մենք գետնի վրա ենք, ամենայն դեպս ես չեմ կարծում, որ այդպես վերամբարձ օթեղեն պատկերներով ենք շարժվելու առաջ։ Գետնի վրա խոսքը իշխանության մասին է, տվյալ դեպքում քաղաքային իշխանության մասին, որը անշուշտ եւս նշանակալի կարկանդակ է ըստ էության։ Սա է քաղաքականության բնույթը։ Հիմա կառուցել սցենարներ այս բնույթից կտրվելով, ես կարծում եմ դա մի քիչ կլինի միամիտ։ Ինչպես է այս հարցը լուծվելու, սա կարևոր հարցերից մեկն է, եւ դրա համար ես նաեւ առիթ ունեցա դեռ քվեարկությունից առաջ ասելու, որ անկախ արդյունքներից իշխանությունը կհաղթի, թե կհաղթեն ընդդիմադիր ուժերը հավաքական իմաստով, թե այլ դասավորությամբ, հաղթանակ եւ պարտություն հասկացությունները Գյումրիի այս ընտրության պարագայում լինելու են շատ հարաբերական, որովհետև շատ բան կախված է լինելու, թե այդ խաղացողները ինչպես են վարվելու իրենց հաղթանակի կամ պարտության հետ։ Քաղաքականությունը մեծ հաշվով այն process-ն է, որտեղ պարտությունը դու կարող ես անգամ ժամանակի ընթացքում քո համար վերածել հաղթանակի պայմանական կամ հարաբերական իմաստով, եւ հենց այդտեղ է նաեւ քաղաքականության շնորհը կամ չգիտեմ հնարամտությունը, հունարը, որը ովքեր որ զբաղվում են դրանով։ Այդ թերորերին եղան հնչեցին մեղադրանքներ ընտրողի հասցեին Գյումրի, հա։ Ինչ անի ընտրողը։ Որն է ընտրողի մեղքը այստեղ։ Մեղադրանքները հիշեցնում են այն մարզական ակումբներին, թիմերին, որոնք պարտության համար միանգամից գտնում են մեղավորներ մրցավարների տեսքով։ Հիմա մեր քաղաքականության դեպքում պարտությունների համար կամ անհաջողությունների համար մեղավորը ընտրողն է։ Ընտրողը արձագանքում է, ես կարծում եմ մեր ընտրողը, Հայաստանի ընտրողը սկզբունքորեն ոչ մի բանով չի տարբերվում որևէ այլ երկրի ընտրողից։ Եվ կողմնորոշվում է այն միջավայրում, որը ապահովել են, այսպես ասած, էլիտաները։ Եվ այդ միջավայրում իմ գնահատմամբ մեր ընտրողը միշտ կողմնորոշվում է ռացիոնալ։ Եթե այդ ընտրությունը որևէ մեկից դուր չի գալիս, մենք պետք է դուր չգալու պատճառները ոչ թե ընտրողի մեջ կփնտրենք, եւ լուծումները նաեւ փնտրենք այդտեղ, այլ այդ պատճառները պետք է փնտրենք այն միջավայրում, որը ստեղծվել է, այսպես ասած, էլիտաների աշխատանքի գործունեության։ Այ հենց դրա մասին է վկայում, այսօր ես մի փոքր ուսումնասիրություն արեցի, ասենք մինչև 2000 թվականների սկիզբը, թե ձայների ինչպիսի հարաբերակցությամբ են ընտրվել Գյումրիի քաղաքապետերը, ինչ բարձր նշաձող է եղել այդ ժամանակ։ Հիմա երբ վերցնում ես ամենաբարձր թիվը, կարծեմ 17000, չէ՞, 17000, դա այն հիմա նշած աստիճանի կեսն էլ չի լինում այսօր։ Այ ընտրողի վերաբերմունք արդեն։ Սա եւս վերաբերմունք է, այո։ Այսինքն թե քվեարկողն է ռացիոնալ քվեարկում, եւ թե չքվեարկողն է ռացիոնալ մերժում քվեարկությունը։ Ես հակված եմ մտածել եւ նաեւ կարծում եմ, որ դա կարող է լինել օպտիմալը ինչ որ առաջ շարժվելու տրամաբանության տեսանկյունից։ Հակված եմ մտածել, որ ընտրողի վարքագիծը բոլոր դեպքերում ռացիոնալ է եւ խնդիրը քաղաքական դերակատարների վարքագիծն է։ Մենք որքանով ենք կարողանում այդ ռացիոնալության շրջանակը այնպիսին դարձնել, որ մենք ստանանք արդեն այլ ընտրություն, այլ որակի ընտրություն։ Մարդիկ արձագանքում են նրան, ինչ ստանում են, այն առաջարկներին, ինչ ստանում են, եւ առաջարկներին, որոնք առավելագույնս առնչվում են իրենց կյանքին։ Մարդիկ սովորել են եւ հասկանում են, որ միշտ չի որ գեղեցիկ խոսելը առնչություն ունի կամ գեղեցիկ պատկերներ նկարագրելը առնչություն ունի իրենց անմիջական կյանքի հետ, որովհետեւ ինչ որ քաղաքական ուժ նկարագրում է գեղեցիկ պատկերներ, բայց հետո մարդիկ ապրում են այդ պատկերներից զգալիորեն տարբերվող կյանքում, շարունակում են լսել այդ պատկերապատումները տվյալ ուժի մասնակցությամբ, բայց կյանքը կարծես թե չի փոխվում։ Եվ ցավոք սրտի 2018-ից հետո հասարակության այդ փորձառությունը շատ ավելի ծանրացավ։ Ցավոք սրտի, որովհետև ես շարունակում եմ լինել այն համոզման, որ 18-ը իսկապես հնարավորություն էր։ Ոչ լավ օրից անհրաժեշտություն դարձած, բայց հնարավորություն էր իսկապես փոխել Հայաստանում իրողությունները հիմնարար կերպով։ Բայց այդ հնարավորությունը չօգտագործվեց եւ հիմա
փորձել ինչ որ պատասխանատվություն դնել ընտրողների վրա շարունակաբար ամեն անգամ սեփական անհաջողության կամ անարդյունավետության համար, դա պարզապես այդպես ինքնարդարացման Մյուս հանգամանքը Գյումրիի ընտրություններին կեսից ավելին չի մասնակցել։ Ովքեր են նրանք, ինչու չեն մասնակցում։ Եթե մենք ընդունում ենք, որ Գյումրիի համար դա կարևոր ակցիա է քաղաքական, որին պետք է մասնակցի մեծ թվով մարդիկ, չէ՞։ Չմասնակցողների քանակը ավելի մեծ է, քան մասնակցողների։ Դա էլ վերաբերմունք է, այսինքն մարդիկ ցույց են տալիս, այդ մեծամասնությունը նաև ցույց է տալիս, որ չի տեսնում այն առաջարկը, որը իրեն կտաներ ընտրատեղամաս։ Եվ դարձյալ էստեղ էլի ասել, որ դե դուք ուրեմն համակերպվում եք այսօրվա իրականությանը եւ այլն, դա կրկնեմ ամենահեշտ ճանապարհն է, այսինքն գտնել ինչ որ մեղավոր, տվյալ դեպքում հերթական անգամ ժողովուրդը, ընտրողը եւ այլն, ու արդարացնել այդ ամեն ինչը դրանով։ Այդ հեշտ ճանապարհով գնալը իհարկե գայթակղիչ է այն քաղաքական ուժերի համար, որոնք դժվարը անելու կարողություն չունեն, թե տեսլականի, մտապատկերի իմաստով, թե կոմպետենտության իմաստով չունեն այդ կարողությունը։ Հետևաբար միշտ հեշտ է փնտրել մեղավորներ, ելքերը, լուծումները, խնդիրները սեփական գործունեության մեջ որոնելու եւ գտնելու ջանքի փոխարեն։ Սոցհարցումները ցույց են տալիս, տարբեր սոցհարցումներ համապետական մակարդակով, որ մոտավորապես 60-70% հասարակության չի վստահում քաղաքական դերակատարներին, չի վստահում քաղաքական process-ներին։ Սա մի կողմից ահռելի դաշտ է նոր որակի աշխատանքի պատրաստ ուժերի համար, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այդ դաշտը շարունակում է մնալ դատարկ, որովհետև լայն իմաստով ես նաև չեմ տեսնում իսկապես որակապես տարբեր քաղաքական գործընթաց կամ դրա սահմանավորման որևէ միտում, ցավոք սրտի։ Հիմա ես նաև չեմ ասի, որ չկան դա փորձող ուժեր, գուցե դրա համար պետք է ինչ-որ ժամանակ, գուցե ռեսուրսներ են իսկապես անհրաժեշտ շատ մեծ, առայժմ սակայն պատկերը այդ իմաստով խոստումնալից չէ։ Եվ հետեւաբար նրանք, ովքեր ձգտում են իսկապես փոխել այդ պատկերը, պետք է թերևս ավելի շատ աշխատեն եւ թե ավելի ակտիվ եւ հասարակության հետ թերևս ավելի ներառական աշխատանք։ Լավ։ Եվ ավարտենք։ Ինչ ես կարծում, կհաղթի սակարկությունը հիմա այնիշ տեղի ունենում, թե քաղաքական հաշվարկը ի վերջո։ Դե դրանք նույնն են իմ գնահատմամբ։ Դրանք նույնն են եւ միշտ հաղթում է այդ սակարկությունը, կախված արդեն հաշվարկների տրամաբանությունից։ Այն որ հաղթելու է հաշվարկը անկասկած եւ հաղթելու է հաշվարկի վրա կառուցված սակարկությունը, որ բանաձևն է լինելու այդ հաղթական բանաձևը, սա է ամբողջ ինտրիգը ստիս։ Շնորհակալություն, որ եկաք։ Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան